Սա էլ մեր բրնձով, նրբերշիկով, փլավ սիրելիներս։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, ասել միասին պատրաստելու ենք նրբերշիկով, բրնձով, շատ հոյակապ, համով փլավ։ Դե գնացինք պատրաստելու։ Սիրելի հետևորդներ, արևն ընկելա խանգարում է, ոսն է, որ չխանգարի սիրելիներս, ուրեմն ինչ եմ ուզում ասեմ, մտածեցի ինչ պատրաստեմ, սովորական, դուք էլ եք երևի պատրաստել, ուզում եմ պատրաստել բրնձով և նրբերշիկով փլավ, նրբերշիկով համով ալինում, մի անգամ էլ հլա ասենց փորձեմ, ուրեմն ես յուղը դրել եմ, ես ընդհանրապես բրինձի հետ սոխ չեմ գցրել, բայց այս անգամ որոշել եմ, որ մի քիչ սոխ եմ կտալ, դե սոխի համը միշտ էլ ուրիշ է, էլի։ Հիմա ինչ եմ անում, 2 բաժակ բրինձ, բաժակ բրինձ եմ վերցնում, ռեկլամ չեմ անում, բայց ես բրինձից եմ օգտագործում, շատ լավ փլավ է լինում, որ խաշեք, ջրի մեջ խաշեք, էլի լինում է, չի փլվում, բայց ես մի քիչ պտի հող է, յուղի մեջ, նոր, հիմա մի հատ լավ լվանա, մեկը բրինձը ինչքան էլ որ լվանանք, իրան արյուրը ունի։ Ես մեր բրինձը հիմա միացնեմ։ Թող մի քիչ մեր թավան տաքանա, թավայա, կացայա, ինչ որ ուզենաք տասեք։ Իչև էտի որ կտաքանա, ես նրբերշիկը կմաքրեմ։ Սոխը միրանի վրա դնեմ ու նրբերշիկը մաքրեմ։ Նրբերշիկը ինչ ուզում եք վերցրեք, նշանակություն չունի։ Սիրելի հետևորդներ, այդ կողմից արև անգնում, դրա համար բերեցի այս կողմ, ոնց անեմ, որ արև չընկնի, այ քեզ բա, չի երևում սենց էլ, դե հիմա յուղը հալվել է, բրինձը կլցնեմ, հետևորդներ ջան, գիտեմ, որ բոլորդ էլ իմ հասակի, շատերդ իմ հասակի կանայք եք, պատրաստել եք, կարող է և մարդ կա նրբերշիկով չի պատրաստել։ Մեր ընկահեր փասները, մեր թորները, կարող է և նրբերշիկով չեն պատրաստել, թող իմանա։ Հիմա ավելացնում եմ սոխը, Չանեմ ես սա որ նորմալ, սիրելի հետևորդներ, սամքը բռնեցի, սոխն էլ լցեցի, հիմա իրար հետ թող մի քիչ տապակներ, ջուրն էլ եռացրել պատրաստել է, հիմա միջև որ ինքը կանկանի, կտապակվի, ես կմանրացնեմ նրբերշիկը։
փեշիկը։ Համ սոխը մի քիչ կտապակվի։ Եվ մեր փեշիկը կբաժանենք 3 մասի։ 1, 2, 3։ Ես մի անգամ եմ պատրաստել, շատ թամով է եղել։ Բայց չգիտեմ նկարահանելը թե չէ։ Ոնց որ այա կտրեցինք, վերջացրեցինք։ Մի քիչ հետո էսա եռացած ջուրը կավելացնենք։ Մի հատ սենց ճեղք եմ անում, այս սերի։ Հենց ջուրը որ կլցնենք եռա, նոր կլցնենք։ Հիմա ջուրը ժամանակն ալով ջուրը լցնենք, 2 բաժակ բրինձին, ոնց որ 5 բաժակ ջուր եմ լցնելու, 4-ը քիչ ա լինում։ Մոտ մի բաժակին բաժակ ու կես էլի։ Շուր եկավ ոտեր մնացածը, ոյ աստված, շուր գալիս չեմ իմանում, շշկրվեցի, ինչքան լցրեցի, 2 լցրեցի, շփոթվեցի, ինչքան լցրեցի, լավ որ է, հետո կջոկեք, երևի 3 եմ լցրել, 1, 2, 3, դե լավ, որ պետք կլի, հետո կլցնենք, մի քիչ էլ աղ կավելացնենք, մի քիչ ցածրացնենք, մի քիչ թող եղա, մինչև ես փեշիկը մանրացնեմ, այսինքն, որպեսզի իմանամ որն եմ կտրել, որը չեմ կտրել, այս կտրածները կլցնենք ստեղ, այս էլ է կտրած, այս մեկն էլ, սա էլ է կտրած, կարակ այսից էլ բացեք, 4 մասի բաժանեք, ավելի սիրուն է բացվում։ Նա փեշիկը շուտ է եփվում, ուշ էլ խառնենք, չի խանգարում։ Սա էլ այսպես։ Սիրելի հետևորդներ, միջև որ մեր փլավը պատրաստ կլինի, ես մի հատ սուրճ կդնեմ, միասին սուրճ կխմենք։ Սուրճը լցրել եմ, դուք էլ սուրճ դրեք, եթե ցանկանում եք։ Եթե ցանկանում եք ինձ հետ ընկերություն անել, ուրեմն դուք էլ սուրճ դրեք, միասին խմենք, սիրելիներս։ Այս դուրը փակեմ, միշտ մոռանում եմ, որ այս դուրը ես փակեմ։ Ես սիրում եմ, որ բաժակը իրեն ափսեյով լինի, 2-ին սպիտակ։ Խառնենք։
Կերա նոր նրբերշիկը լցնենք, ոտեմ նրբերշիկը շուտ է ելնում։ Ասեմ, որ այսօր առաջի անգամը գնացել եմ աշխատանքի, սիրելիներս, քիչ հոգնած եմ, բայց ինչ արած, պետք է մեր վլոգը նկարենք, դա պահանջում է, ականջի հետ է, պետք է չգցենք, համեն անենք, համել է։ Սելի հետևորդներ ջան, չմոռանամ ձեզի ասել, ովքեր առաջին անգամն են դիտում իմ ալիքը, խնդրում բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ, զանգակ, կոճակ։ Ես ձեզ շատ սիրում եմ, սիրելիներս, դա գիտեք 100%, դուք էլ ինձ եք սիրում, էդ էլ է 100%։ Այս սահա պատրաստ արին։ Սա բերեմ ստեղ, ստեղ անջատեմ, տակը լավ, սա այսպես, Սերի հետևորդներ, դա տեսնեմ, ձեզանից ովքեր են ինձ հետ ընկերություն անում, ես գիտեմ, որ մեկրաբանություններում կգրեք, ով այնց հետ այս ժամին սուրճ խմում, գիտեք ժամը քանիսն է, ժամը 7-ն է գալիս, իրիկունվա, երբեք ես այս ժամանակ սուրճ խմել, երբեք չեմ խմել, որտև այսօր ժամանակ չեմ ունեցել, այսօր իմ գործս այդպես է ստացվել։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ասել, որ ձեզանից շատ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ մեկնաբանություններով, ինչ ասեմ, ամենայն լավ բաներն եմ ձեզ ցանկանում, սիրելիներս։ Շատ չխոսանք, մեր սուրճը խմենք, որ չմնա մեր կոկորդը։ Շատ համով սուրճ է, ասեմ, որ էսի իմ սուրճիս ընկերուհիս է, սուրճ բերելից համար, ասում իմ սուրճը ավելի լավն է, իրոք որ լավն է, շատ համով սուրճ է։ Հիմա կարող է հարցնեք, ասել, բա ինչ սուրճ է, որ համով է, չգիտեմ անունը, գիտեմ, որ գրամքենտին է, բայց ռեկլամ չեմ անում, այդ բացի գրամքենտին ուրիշ անուններ ունի ինքը, բայց չգիտեմ։ Բերելա, որ ես ես սրանից կնեմ։ Մեր սուրճն էլ խմեցինք, վերջացրեցինք սիրելիներս, տեսնենք մեր փլավը ինչ վիճակում է։ Այսքան ցածրացնում եմ, էլի ուժեղ է։ Բան կլինի։ Սիրելի հետևորդներ, ասեմ, որ կարակ եմ ավելացնում, որտև առանց կարակի լավը համով չի, կարակով ավելի համով է։ Հիմա մեր նրբերշիկը կավելացնենք, կլցնենք, ոչ թե կավելացնենք։ Մի հատ հոյակապ փլավ կլինի։ Երևի շատ ցածրացել։ Մարտե լավի համը տեսնենք։ Շատ լավ է։ Աղի համն էլ է լավ։ Սպասենք եփվի։ Հենց եփը կգա, եփը կանգնել, չգիտեմ ինչի երևի որ նրբերշիկը լցրեցի, դրա համար եփը կանգնեց։
հենց եկա, մի քիչ տակը ցածրացնեմ, որ այսքան ջուրը հերիք է, ճիշտ ասած զրուցով ընկա, մոռացա ինչքան ջուր լցրեցի, 4 բաժակ լցրեցի, 5 լցրեցի, մոռացա, բայց որ պետք է նորից կավելացնենք, հարց չկա։ Ուժեղացրի, որ երը չկանգնի։ Ոյ, տեսեք ինչքան սիրուն ա եղել կարակը երեսին, բայց չուտողի։ Հալա չի եփել, բայց գիտեմ որ համով ա, դրա համար եմ ասում, բայց չուտողի։ Լանայք տեսեք, և ինքնասիրուն և համնասիրուն լինելու։ Ահա ոնց որ այա երն եկավ, հիմա կփակեմ, կցածրացնեմ, երբ որ պատրաստ կլինի, այն ժամանակ նորից կմիանանք սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ, մեր փլավը արդեն պատրաստ է, շատ համով փլավ ենք ստացել։ Ուրեմն, ինչ ենք անում։ Կլցնեմ ափսեի մեջ, մեր փլավը։ Մի քիչ էլ համը կտեսնեմ, նայեք, տեսեք ինչ լավ փլավ ա, համն էլ այս թվում ա համով։ Շատ համով ա ստացվել, ովքեր որ չեն պատրաստել նրբերշիկ հետ միասին, պատրաստեք, կտեսնեք ինչքան համով ա։ Մեր իրիկունվա ուտեսներ պատրաստա, սիրելի հետևորդներ, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակ կոճակը, կիսվել սիրելիներս, գրել ձեր մեկնաբանություններով, պատրաստել եք, չեք պատրաստել, ինձ և եք պատրաստել, կարող ես մի բան սխալ եմ սարքել, դուք ինձ խորհուրդ տվեք, ես մեծ սիրով խորհուրդը ընդունում եմ, ասեմ, որ սոխով շատ համով էր, սոխը ճիշտ է քիչ եմ լցրել, մի քիչ շատ պետք է լցնեի, համը զգացի, որ լավ արամատ ա տալիս, շատ համով է ստացվել։ Դե սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։